Վերջերս ուժի մեջ է մտել երեխայի իրավունքների եւ պաշտպանության համակարգի մասին օրենքը, որը Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տևական համագործակցությունն է։ Օրենքով ներդրվող փոփոխությունների մասին առավել մանրամասն Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Երեխայի իրավունքների եւ պաշտպանության համակարգի մասին օրենքը սահմանում է երեխան գտնվում է հասարակության եւ պետության հոգացության եւ պաշտպանության ներքո։ Երեխայի իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատուները նրա ծնողներն են, որոնք ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ երեխաների պաշտպանության հարցերում, ինչպես նաեւ այլ օրինական ներկայացուցիչները, ներառյալ որդեգրողները, խնամակալները, հոգաբարձուները, խնամատար ծնողները։ Գոյություն ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից դեռևս 1989 թվականին ընդունված համապատասխան կոնվենցիա երեխայի իրավունքներին վերաբերող, նաեւ այդ կոնվենցիայի հիման վրա ՄԱԿ-ը ձևավորել է երեխայի իրավունքների կոմիտե եւ Հայաստանի Հանրապետությունը արդեն որպես նոր անկախ պետություն հիմք ընդունելով այդ ՄԱԿ-ի կոնվենցիան, եթե չեմ սխալվում, կարծեմ 1996 թվականին ընդունել է երեխայի իրավունքների վերաբերյալ համապատասխան օրենք, բացի դրանից մենք ունենք նաև տարբեր օրենքներում անչափահասներին երեխաներին վերաբերող հոդվածներ, օրինակ աշխատանքային օրենսգրքում ունենք, որը վերաբերում է անչափահասների աշխատանքային իրավունքներին, ընտանեկան օրենսգրքում ունենք երեխաներին վերաբերող հոդվածներ, քրեական օրենսգրքում, քրեական դատավարության օրենսգրքում, քաղաքացիական օրենսգրքում ունենք անչափահասներին վերաբերող տարաբնույթ հոդվածներ, որոնց նպատակն է պաշտպանել երեխաների անչափահաս անձանց իրենց իրավունքները, ազատությունները, օրինական շահերը։ Երեխայի ընդհանուր իրավունքների պաշտպանության համար պատասխանատու մարմինների մասին խոսելիս կարելի է նշել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, սակայն առանձին իրավունքների պաշտպանության համար պատասխանատու են առանձին մարմիններ։ Օրինակ, առողջության հետ կապված առողջապահության նախարարությունը։ Երեխայի իրավունքների խախտումը կարող է դիտվել որպես ծանրացնող հանգամանք։ Կան առանձին կետեր, որոնցով տուժող կարող է լինել միայն երեխան։ Մասնավորապես խոսքը գնում է երեխային հակասոցիալական գործունեության ներգրավելու, երեխայի մասնակցության փորձնական նյութեր պատրաստելու, երեխային տարբեր իրավիճակներում տարբեր իրավունքներից զրկելուն, օրինակ տեսակցության արգելքի, ալիմենտներ չվճարելու հետ կապված, բոլոր այս դեպքերում արդեն մենք թիրախավորում ենք կոնկրետ իրավունքը եւ ասում ենք այս իրավունքի խախտումը բերելու է քրեական պատասխանատվության։ Պատասխանատվությունները շատ տարբեր են, այսինքն երեխայի նկատմամբ կատարված հանցագործություններ են, որում լինեն դա բռնի կամ ոչ բռնի, կարող են լինել եւ ոչ մեծ ծանրության, եւ միջին ծանրության, եւ ծանր, եւ իհարկե առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք որ բերում են պատասխանատվություն մինչև ցմահ ազատազրկում։ Երեխայի իրավունքների պաշտպանությունը միշտ եղել է պետության եւ պատասխանատու մարմինների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում։ Անգլոսաքսոնական իրավական համակարգի երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, իրենք անգամ ունեն այսպես կոչեցալ juvenile courts, այսինքն անչափահասների դատարաններ, որոնք մասնագիտացված դատարաններ են, որոնք զբաղվում են անչափահասների, այսպես դեմ կատարված հանցագործություններով կամ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների քննությամբ։ Մենք այդպես առանձին ացիան չունենք, բայց բնականաբար ասենք, մեր ընդհանուր օրենսդրության բանը նա է, որ առավել պաշտպանել երեխաների իրավունքները։ Իրավունքի խախտման դեպքում երեխան ազատ է ինքնուրույն դիմել համապատասխան մարմնին եւ հայտնել իր իրավունքի խախտման մասին։ Ցանկացած տարիքի երեխայի դիմումի դեպքում պետք է անցկացվի պատշաճ քննություն։ Գործնականում մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ 11-12 տարեկան երեխաները ինքնուրույն դիմել են իրավապահ մարմիններին եւ բարձրաձայնել են կատարված հանցագործության մասին։ Ունեցել ենք դեպքեր, երբ որ ավելի փոքր տարիքի երեխաները զանգել են մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին եւ ներկայացրել են տարբեր իրավունքների խախտման դրսեւորումներ, որոնց հետ կապված այդ մարմինները պատկան եւ հետեւողական աշխատանք են իրականացրել։ Այսինքն որևէ սահմանափակում չունենք։ Իհարկե ունենք որոշակի առանձնահատկություններ, օրինակ եթե երեխան դիմում է իրավապահ մարմիններին եւ հայտնում է, որ նրա նկատմամբ ընտանիքի անդամն է կատարել որևիցե բռնություն, այդ պարագայում երեխային միշտ լսում են առանց ծնողների, հրավիրում են խնամակալության հոգաբարձության մարմին, հոգեբանի են հրավիրում, բայց այն ծնողին, ում վերաբերյալ երեխան հայտնում է այդ բռնարարքի կատարման փաստը, միանշանակ չեն տեղեկացնում, որովհետև դա հակառակ էֆեկտ է տալու եւ երեխան կարող է լռել
փակվի իր մեջ, այլևս որևիցե ձևով չբարձրաձայնի դրա մասին։ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը, ներառյալ անվտանգ միջավայրում խնամքն ու դաստիարակությունը։ Պետությունը իր մարմինների ու կազմակերպությունների միջոցով ստեղծում է երեխայի համար անվտանգ միջավայր, ներառյալ առցանց։ Օրենքը խախտող ֆիզիկական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց կազմակերպությունները եւ հիմնարկները, ինչպես նաեւ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով։ Երեխաների իրավունքների խախտման դեպքերով գործերի քննության ընթացակարգը եւս տարբերվում է։ Երեխայի հանդեպ կատարվել է հանցագործություն, բնականաբար արդեն քրեական օրենսգրքով համապատասխան պատիժ է նախատեսված ելնելով հանցագործության բնույթից։ Եթե օրինակ ասենք, խոսքը գնում է ամուսնաընտանեկան հարաբերությունների ընթացքում երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, ապա օրինակ, ընտանեկան օրենսգիրքը ինքը նախատեսում է, որ օրինակ ծնողները պետք է զբաղվեն երեխաների դաստիարակությամբ, կրթությամբ, ֆինանսավորմամբ, եթե ծնողները ամուսնալուծվում են, ապա այն ծնողը, որը երեխայից առանձին է ապրում, ինքը անպայման պետք է ալիմենտ վճարի այդ երեխային։ Եթե օրինակ ասենք, անչափահասը հանցագործություն է կատարել, ուրեմն դատավարական օրենսդրությունը նախատեսում է երեխայի հարցաքննության հատուկ ընթացակարգ։ Կամ ասենք, եթե օրինակ դատարանը դիտարկում է երեխայի իրավունքների հետ կապված որևէ հարց կամ հարցաքննում է օրինակի համար, երեխային անպայման պետք է հոգեբան մասնակցի, ասենք խնամակալության հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ մասնակցի, եթե օրինակ ասենք հարցը վերաբերում է թե ծնողներից ում հետ պետք է երեխան մնա։ Այսինքն տարբեր գործիքակազմեր է ձևավորել պետությունը, ելնելով տվյալ հարաբերությունների բնույթից։ Վերջերս հայտնի դարձավ անչափահասի նկատմամբ այլ անչափահասների կողմից բռնության կիրառումը, ինչը լայն արձագանք ստացավ եւ քննարկման առիթ դարձավ։ Տեսանյութը միակ տեսանյութը չէ եւ միակ դեպքը չէ անչափահասի կողմից անչափահասի նկատմամբ բռնության, ուղղակի քանի որ տեսանյութը տարածվեց, այդ տեսանյութը ստացավ իր արձագանքը եւ շատ մարդիկ սկսեցին այդ տեսանյութով վերլուծել տարբեր բռնության դեպքեր, քննարկել երեխաների միջև առողջ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը, քննարկել ծնողի դպրոցի պարտականության եւ պատասխանատվության խնդիրը, նայեք, սա ցավոք սրտի դառավ մի ազդակ, որը որ ստիպեց հասարակությանը մտածել։ Եվ եթե մենք նայենք տարբեր տարիներին տարբեր տեսանյութերի արկայությունը, մենք կհիշենք Գավառի դեպքը, որտեղ որ տարածվեց տեսանյութ եւ նորից բոլորը վրդովվեցին, ասեցին ինչու է սա կատարվում։ Մենք կհիշենք մեկ այլ դեպք, երբ որ ոստիկանության ծառայողներ ծեծել անչափահասին, որը նորից վրդովմունք առաջացրեց եւ բոլորը սկսեցին քննարկել այդ հարցը եւ այդպես պարբերաբար նման իրավիճակներ։ Այս տեսանյութը եզակի չէր, քիչ չեն դեպքերը, երբ բռնության ենթարկվածը որոշակի հանգամանքներով պայմանավորված թաքցնում է բռնության փաստը, չի հայտնում իր իրավունքների խախտման մասին։ Ցավոք սրտի երբեմն մենք նկատում ենք նաև այդ դրամաբանությունը, երբ որ օրինակ, ինչ որ մի խումբ անձինք ենթադրենք միավորվում են, վիրավորում են, ինչ որ թիրախ են դարձնում մի երեխայի ու սկսում են ձեռ առնել, ինչ որ ծեծի ենթարկել, այդ թվում նաև բավականին դաժան եղանակներով, երբեմն ցավոք սրտի դանակահարության դեպքեր են լինում, որոնք կարող են երբեմն նաև հանգեցնել մահվան։ Ցավոք սրտի այդ երևույթը ինքը կա, ավանդական երևույթ է ինքը։ Նմանատիպ դեպքերը նվազեցնելու համար երեխայի իրավունքների եւ պաշտպանության համակարգի մասին օրենքի շրջանակներում երեխաների հետ աշխատող բոլոր անձանց եւ կազմակերպությունների վրա դրվում է պարտականություն հայտնել երեխայի նկատմամբ կիրառված բռնության մասին։ Օրինակ, եթե դպրոցի աշխատակազմը տեղյակ է նման դեպքի մասին, անկախ այն հանգամանքից, թե դեպքը դպրոցի ներսում է տեղի ունեցել, թե դպրոցից դուրս, պետք է համապատասխան տեղեկությունը փոխանցեն եւ պատշաճ ընթացք տան։ Սակայն որքանով կգործի այս մեխանիզմը, ցույց կտա դրա պրակտիկ կիրառությունը։ Մեխանիզմի ձևավորման խնդիրը, որովհետև բնականաբար մենք ցանկացած իրավական դրույթ կարող ենք ընդունել, այդ թվում շատ առաջադեմ բովանդակության։ Ամենամեծ խնդիրը նա է, թե արդյոք մենք կարողանում ենք ստեղծել արդյունավետ մեխանիզմներ այդ իրավանորմերը կյանքի կոչելու համար։ Եվ բացի դրանից ինձ թվում է, որ միայն իրավական դաշտում չէ, որ մենք պետք է լուծումները գտնենք, որովհետև ստեղ ընդհանուր այդ քրեական ենթամշակույթի որոշակի բան կա ավանդական, որի շրջանակներում նաև այդ ամենն է։
Հա, որը եւ այստեղ պետք է իմ կարծիքով շատ լուրջ անելիքներ ունեն թե ԶԼՄ-ները, հենց օրինակ, հա, տարբեր հեռուստաալիքներ նկարում են ինչ-որ սեփական արտադրության ֆիլմեր են ցույց տալիս։ Ինձ թվում է շատ լավ ուղղություն կարող է լինել, որ այդ ֆիլմերով իրենք նաեւ քարոզեն հակառակը փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ, էթիկայի նորմերի պահպանումը եւ այլն, բայց ոչ բուլինգը, ոչ այսպիսի բացասական երևույթները։ Եվ այստեղ կարծում եմ կրթական, դաստիարակչական, նաեւ մեխանիզմներ պետք է ներդրվեն բացի իրավականից։ Օրենքը երեխայի նկատմամբ բռնությունը սահմանում է որպես երեխայի նկատմամբ ֆիզիկական, սեռական, տնտեսական կամ հոգեբանական բռնության ցանկացած ձև կամ անտեսում, ներառյալ բռնության մասնավոր դրսևորումները։ Մասնավոր դրսևորումներից է մարմնական կամ ֆիզիկական պատիժը, բուլինգը եւ շահագործումը։ Այսինքն ըստ մեր օրենսդրության բուլինգը բռնության տարատեսակ է, բայց ինքը սպეციფიկ տարատեսակ է, որը ունի մի քանի հատուկ հատկանիշներ։ Բուլինգի սահմանումից ակնհայտ է, որ բուլինգի դեպքում պարտադիր պետք է լինի պարբերականություն, այսինքն միանվագ կիրառված բռնությունը երբեք բուլինգ չի կարող համարվել։ Երբ որ այդ արարքը կատարվել է 2 եւ ավելի անգամ, նոր ինքը ձեռք է բերում բուլինգի հատկանիշ։ Երկրորդը բուլինգը կարող է իրականացվել ինչպես մեկ անձի, այնպես էլ անձանց խմբի կողմից։ Այսինքն տվյալ պարագայում պարտադիր պայման չէ, որ միշտ խմբային լինի բուլինգի իրականացումը, դա կարող է լինել մեկ անձի կողմից կատարված։ Երրորդը բուլինգը իրականացվում է կոնկրետ բուլինգի ենթարկված երեխային թիրախավորելով որոշակի հատկանիշներով։ Օրինակ նրա անօգնականությամբ, հաշմանդամությամբ կամ տարբեր խոցելի վիճակների առկայությամբ, երբ որ ինչ-որ մի առանձնահատուկ հատկանիշ, որը կրում է այդ երեխան, դառնում է նրան ծաղրուծանակի, որևիցե վիրավորանքի կամ այլ բացասական վերաբերմունքի ենթարկելու պատճառ։ Հաջորդ հատկանիշը, որը բնութագրական է բուլինգին, որ դրա արդյունքում բացասական ազդեցություն է տեղի ունենում եւ այդ երեխան որոշակի բացասական ազդեցություն է զգում, որը կարող է լինել տհաճ կամ վիրավորական։ Նայեք, այն որ շատ դեպքերում ասում են, որ բուլինգը դա վիրավորանք է, չէ, բուլինգը միայն վիրավորանք չէ։ Բուլինգը կարող է լինել նաև տհաճ մթնոլորտի ձևավորում, որի պարագայում երեխան զգում է դիսկոմֆորտ։ Եվ այդ դիսկոմֆորտի առկայությունը, եթե պարբերաբար է իրականացվում, եւ դա իրականացվում է այդ երեխային ինչ-որ մի հատկանիշով թիրախավորելով, մենք արդեն պետք է քննարկենք այդ հարցը։ Մեր օրերում բուլինգը դրսևորվում է նաև օնլայն տիրույթում։ Երեխայի համար անվտանգ առցանց միջավայրի ապահովման կարգը սահմանում է կառավարությունը։ Կախված այն հանգամանքից, թե բուլինգի որ ձևն է դրսևորվել, տարբերակվում են նաև բուլինգի քրեորեն պատժելի ձևեր։ Էական նշանակություն ունի, թե ով է այս դեպքում բռնարարը՝ չափահաս, թե անչափահաս։ Բուլինգը միայն դիտավորյալ արարք է, սրանով պայմանավորված նույնիսկ անփութորեն անուշադիր արված արտահայտությունը կարող է հետագայում պատճառ դառնալ բուլինգի։ Մենք ունենք բուլինգի դրսևորման դեպքեր դպրոցներում, երբ որ ուսուցչի կողմից սխալ արված արտահայտությունը կամ երեխայի նկատմամբ ինչ-որ հեգնական վերաբերմունքը հետագայում դառնում է համադասարանցիների կողմից այդ երեխային բուլինգի ենթարկելու պատճառ։ Օրինակ, բոլորիս հայտնի արտահայտությունները գլուխը տանը թողեիր, չգիտեմ, կամ ինչ-որ այլ նմանատիպ արտահայտություններ, որոնք որ թիրախավորված անվում են մեկի կողմից, մեկի նկատմամբ, հետագայում կարող է բերել այդ նույն երեխայի թիրախավորման։ Եվ համադասարանցիները ասում են, այսօր գլուխը տանը չես թողել, կամ պարբերաբար լսարան մտնելու սկսում են այդ բառը արտահայտել, նայեք, ուսուցիչը կարող է այդ ամեն ինչի ականատեսը չլինել, բայց ճակերտավոր ինքը դառնա պատճառ, որ իր կողմից ոչ մանկավարժական, ոչ ճիշտ վերաբերմունքի հետևանքով այդ երեխան թիրախավորվի եւ նման վերաբերմունքի արժանանա։ Առաջիկա 2 տարիների ընթացքում կընդունվեն երեխայի իրավունքների եւ պաշտպանության համակարգի մասին օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր, որոնք ուղղված կլինեն երեխաների իրավունքների խախտման դեպքերի նվազեցմանը կամ կանխարգելմանը։